Մեր ձևով շարժումն այսօր ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Մայր Աթոռ ի աջակցություն եկեղեցու եւ Վեհափար Հայրապետի։ Հավաքի մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, կալանավորված Սամվել Կարապետյանի զավակները, ընդդիմադիր պատգամավորներ։ Քաղաքացիները ժամերգության են մասնակցել, ապա Մայր տաճարի բակում մոմավառության արարողությանը։ Ձեր աղոթքները, եթե այսպես մի նախադասությամբ կամ մի թեզով ասելու լինենք, ինչպես կձևակերպեք, հա? Ինչի համար եք աղոթելու այսօր Մայր տաճարը։ Երևի վերջնական համերաշխության, մեր հասարակության մեջ։ Ժողովուրդը, մեր ազգը չի հանդուրժում այլևս այս իշխանություններին, ընդհանրապես պետք է ճիշտ կազմակերպում, պետք է առանց որևէ մեկին փնովելու ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ճիշտ կազմակերպում, ճիշտ մարդու կողմից, ճիշտ ուժի կողմից եւ կարծում եմ մնացածը արդեն այսպես ինքնըստինքյան ստացվելու խնդիր է։ Ես համոզված եմ, որ չեն մնալու, գնալու են նրանք։ Երեկվա միջոցառումը ավելի քան հաջողված էր։ Շատ լավ էր, շատ ուժեղ էներգիա ենք ստացել անկեղծ ասած եւ շատ քաղաքացիներ միջոցառման ավարտից հետո դա անգամ ընթացքում շատ մոտեցան եւ շատ պարտավորեցնող խոսքեր ասեցին։ Ես համարում եմ միջոցառումը ավելի քան ստացված եւ ինչպես երեք նշեցի, այն լուրերը, որ տարածվում են մի քանի թերի մաթեմատիկա իմացող մարդկանց հաշվարկների արդյունքը հրապարակված, ասեմ, որ 30,000 եւ ավել հայրենակից է մասնակցել։ Ուխտագնացության ընթացքում Մայր տաճարում ժամերգության ժամանակ ժողովրդին ուղերձով դիմեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա անդրադարձավ հոգևորականների եւ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ինչպես նաեւ կոչով դիմեց հանրությանը։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետամուտ լինելով նաեւ մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև։ Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանն այսօր Վատիկանում մասնակցել է arczepiskopos Իգնատիոս Մալոյանի եւ եւս 6 երանելիների սրբադասման արարողությանը, որը հանդիսապետել է Լևոն 14-րդ պապը։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի հնչել է նաեւ հայերեն աղոթք։ Միջոցառման շրջանակում Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահի հետ։ Վաղը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային նայցով կգտնվի Լյուքսեմբուրգում։ Նա կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանը։ Մահացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայրը, Կոլյա Ծառուկյանը։ Նա 96 տարեկան էր, նրա հոգեհանգիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին Աբովյանի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցում։ Այսօր լուսադեմին պայթյուն է տեղի ունեցել Գավառի շենքերից մեկում։ Նախնական տվյալներով բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ եւ բակում կայանած ավտոմեքենա։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում Շմոլ գազի թունավորումից 55-ամյա կին է մահացել։ Տանը եղած մյուս կնոջը փրկարարները տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների նշված անձիկ թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության եւ Շմոլ գազի արտահոսքի հետևանքով։ Ադրբեջանը Պակիստանից ստացել է GF-17 Թանդեր կործանիչների առաջին խմբականակը, հայտնում են տելեգրամյան ալիքները, այլ մանրամասներ չի հաղորդվում։
Այսօր 4 րոպեում 4 հանցագործ թալանել է Լուվրի թանգարանը, տանելով Նապոլեոնի եւ կայսրուհու զարդերի հավաքածուից 9 թանկարժեք իր։ Ավելի ուշ թանգարանի մոտակայքում հայտնաբերվել է կայսրուհուն պատկանող կոտրված թագը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ գողերը շինարարական սանդուղք են օգտագործել Լուվրը թալանելու համար։ Աղմկահարույց գողությունից հետո երկրի մշակույթի նախարարը խոստովանել է, որ Ֆրանսիայում թանգարանների անվտանգությունը լուրջ խնդիր է։ Գերմանիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Վրաստանից։ Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս որոշումը կայացրել են հաշվի առնելով Վրաստանի ղեկավարության կոշտ արտահայտությունները Եվրամիության, Գերմանիայի եւ անձամբ դեսպանի հասցեին։ Հանրապետության տարածքում, այդ թվում Երևանում, առաջիկա շաբաթը սպասվում է կարճատև անձրև եւ քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանը վաղը գիշերը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։